զբոսաշրջիկները։ Դեռ ժամանակը չի։ Պարզապես բոլոր թռչունների գլուխը տարել ես քո շաղակրվատանքով։ Նրանք էլ մեզ շրջանցում են։ Քաղաքի տեսքը մի աղավաղի։ Այս տանիքները քո հեքիաթների պես ոչ ոքի պետք չեն։ Ուշադրություն, մեկ երկու րոպեից կսկսվի էքսկուրսիա։ Դուք ականջալուր կլինեք մեր քաղաքի արժանահավատ ու զարմանահրաշ պատմությանը։ Նորից սկսեց շաղակրատել։ Ձեր դեմ դիմաց դուք տեսնում եք մեր քաղաքի ամենաարժանավոր քաղաքացիների։ Ահա դարբինը, ահա դերձակը, ահա խոհարանը։ Ես իհարկե կարող եմ պատմական մանրամասներ շարադրել նրանց կյանքից, բայց լավ այդ ամենը նկարագրեմ իմ մեմուարներում։ Մեմուար հրաշալի է հնչում, մեմուար։ Այո, իսկ այժմ խնդրում եմ աջ նայել։ Բևեռեք ձեր ուշադրությունը այս երկու հոյակեր աշտարակների վրա։ Նրանց հետ կապված է մի սրտարուճ պատմություն, որի վկան ճակարագրի բերումով ինձ վիճակվել է լինել։ Դա վաղուց է, շատ վաղուց, երբ ես մի պատանի թռչնակ էի, թրթռում ու գեղգեղում, 100 թե 120 տարեկան։ Ինչ երանելի ժամանակներ էին, իսկ ես 111 տարեկան էի։ Այդ օրը բացվել է լուսապայծառ մի առավոտ, ոսկե թևիկ զեփյուրն իր քամշնչով շոյում էր հողմացույցների կողերը, ցողաթաթավ ու զրենգում։ Ողջույն, ես քեզ շատ երկար եմ սպասել։ Միթե ես ուշացել եմ։ Ես այնպես ձանձրանում էի մենակ։ Այստեղ շատ գեղեցիկ է։ Այո, գեղեցիկ է։ Հիմա արդեն տեսնում եմ։ Դու չէի կարող շրջվել իմ կողմը։ Իմ կողմը շրջվիր, խնդրում եմ։ Ոչ, չեմ կարող։ Մենք հրազատվում ենք քամիների կամքի։ Ինչպես, քամիների կամքի։ Ինչպես ողջ կյանքում։ Ողջ կյանքում։ Ողջ կյանքում։ Ողջ կյանքում։ Այդ օրվանից պատանին տեղ ու դադար չուներ։ Նա անընդհատ փորձում էր տեսնել աղջկան, բայց քամիների կամքին հլում։ Նրանք տեսնում էին իրար միայն թիկունքից, կամ երկուսն էլ նայում էին միևնույն ուղղությամբ։ Նա կարող էր երազել։
100 տարի է լսում եմ այս պատմությունը, բայց մեկ է։ Իսկ առավոտյան պարզվեց, որ երկու հողմնացույցներն էլ անհետացել են։ Ոչ թե հողմնա, այլ հողմացույց, թեև ինչ տարբերություն։ Իսկ նրա որտեղ են հիմա։ Այնտեղ քամու թևերի։ Ասում էի, չէ, քո հեքիաթները ոչ ոքի պետք չեն։ Նրանք ոչինչ չհասկացան, ոչինչ։ Դեռ խակ է, խակ։ Լվացքը հավաքիր շուտ։ Նրանք վերադարձել են, նայիր, ես տեսա նրանց վերադարձել են։ Թրան գնացին, Գուցե դեռ կվերադառնա։ գուցե։